Այս հինգշաբթի, նոյեմբերի 27-ին, ժամը ուղիղ 22:45-ին, բացառիկ եթեր, Թալանի հետքերը այս անգամ քաղաքագետ Արամ Ավետիսյանին տանում են դեպի Ստամբուլ, 14 միլիոն ԱՄՆ դոլարի կաշառք, փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ։ Դուք վաղուց հայտարարել եք Արամ Հարությունյանի մասին, ինչպես եղավ, որ նա այդպես կորավ տեսադաշտից։ Պատգամավորի կարգավիճակը օգտագործեց եւ տեսադաշտից կորավ, քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից նա զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ։ Դա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը։ Արամ Հարությունյանը գտնվում է Հայաստանում։ Նրա ելքը Հայաստանի Հանրապետությունից չի արձանագրվել։ Երբեմն պետք չի գլուխը մտցնել ավազի մեջ եւ մտածել, որ քեզ ոչ ոք չի տեսնում։ Շատ կարեւոր է հասկանալ մի փաստ, թե ինչպես 2018 թվականին հենց Բուլկի Արամ կոչվածը ուղղակի ճողոպրեց Հայաստանի Հանրապետությունից այն ժամանակահատվածում, երբ նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում եւ նաեւ կասկածներ կա, որ Արտուրիկ Վանեցյանի մատը եւս այս ամեն ինչում խառն է, որովհետեւ հենց Միքայել Մինասյան, Արտուրիկ Վանեցյան եւ այս կապը նաեւ մենք բացահայտեցինք։ Տարիներ շարունակ որսով զբաղվող Արամ Հարությունյանի, նույն ինքը Բուլկի Արամի հետևից, այս անգամ որս է սկսել քաղաքագետ Արամ Ավետիսյանը։ Ես արդեն իսկ ոչ միայն հիմա 10 տարի է որսով չեմ զբաղվում։ Ոնց նայում ես, լավ էլ ստերիկի թուրքերի տեղավորվեք ախտույություն է անում։ Եվ մենք այսօր կներկայացնենք հենց այն բնակարանը, մենք երեկոյան կվերցնենք, մեզ կտրամադրեն հասցեն եւ բալանիները, որտեղ է հենց բնակվել այդ եթիմը, նշեմ, որ ինքը այստեղ հանդիպել է մեր ունեցած տեղեկությունով Միքայել Մինասյանի եւ Պարքև Սրբազանի հետ։ Բացառիկ հարցազրույց Արամ Հարությունյանին եւ Պարքև Սրբազանին վարձով բնակարան տրամադրած Աննա Ռոզենբերգի հետ։ Շոկային մանրամասներ, որոնք անտարբեր չթողեցին նկարանող խմբի անդամներին։ В 2018 году они приехали. Я видела только здесь один раз. За все время, за весь год был месяц-два, не больше. Вы знаете вот этого человека? Видели его в жизни? Так, да, я его видела здесь, как раз, наверное, за эти 2 месяца он здесь, видела я его один раз, и еще плюс я видела священника. За эти 2 месяца? За эти 2 месяца. Այ հերոստատիտողը ծավալուն եթերի ժամանակ կիմանա, թե ուր են հայտացան Հայաստանի Հանրապետությունից թալանված միլիարդավոր դոլարները եւ ինչ նպատակով են ծառայում։ Ես կյանքում չէի մտածի, որ ես կգամ հրապարակում եւ ցուցարարների մեջ։ Մի շատ բարձ պատճառ կա։ Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ չեմ կարող մտքերս, չեմ ուղեղս չի մտնում։ Որ երրորդ օրն է գալիս եմ միտինգի ու միշտ ոնց էս նույն հրապարակն է, որ Արցախի համար դուրս եկանք։ Մարդկանց դրանք պատկերացնում եք ինչ աստիճանի կապիկ են Արտուր, դրանք պրոֆեսիոնալ դերասաններ են եւ Միշիկի բջերը դա էլ պետքա լինեն։ Շոու կազմակերպող, հելնեն, երգեն, արտասանեն, ինչ-որ Ռեյնբոյի շոուերը հագնեն, բայց մեծ հաշվով սրանք կապիկ են Արտուր, ես խնդրում եմ Քոչարյան եթիմին ցույց տաս, որ անգամ քաղաքի կենտրոնում, անգամ Թուրքիայում մարդիկ ի՞նչն է վտանգավոր։ Այսինքն վտանգավոր էր, գիտես ինչ առումով Արտուր, վտանգավոր էր, որ այդ պոեզի գծերը ուրիշը կարող Սերժիկը գար հանձներ ուտեր, այդ առումով վտանգավոր է։ Հատուցման ժամը եկել է։ Քոչարյանը սերժական կլանների թալանածը վերադարձվելու է հայ տատիկներին եւ պապիկներին, մայրերին եւ քույրերին, Հայաստանի Հանրապետության սահմանները պահողներին եւ նրանց ընտանիքներին։ Միշտ գիտեմ այն սահմանը, որից ներքև երբեք չպետք է իջնել։ Արաբական Միացյալ Էմիրություններից քննչական պահանջաշրջանակներում ստացված բանկային փաստաթուղթ է, որով հաստատվել է, որ Գագիկ Կարապետյանը գումարը փոխանցել է Արամ Հարությունյանի կոնկրետ բանկային հաշվին։ Եվ այսպես, Թալանի հետքերով բացառիկ հաղորդումը Ստամբուլից դիտեք այսօր, նոյեմբերի 27-ին, ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։